Ես սկսել եմ վախենալ հայելուց, այնտեղից ինձ նայում է մեկը, որին ես հազիվ եմ ճանաչում։ Նրա աչքերը կարմրած են, մազերը չվերծանված, իսկ շուրթերը ցամաքած, կարծես երկարատև ճանապարհորդությունից վերադառնա։ Երբեմն կանգնում եմ տրանսպորտի կանգառում եւ ձևացնում, թե սպասում եմ ավտոբուսի, բայց իրականում պարզապես ուզում եմ թաքնվել մարդկանց աչքերից։ Նրանց հայացքները կպչում են վրաս, կարծես ուզում են ինձ ներկայացնել միջև ոսկորները։ Քաղաքի աղմուկը դառնում է իմ ներսի աղմուկի շարունակությունը, ավտոմեքենաների ազնվչանները խառնվում են ստամոքսի սկրճոցին, շների հաչոցը հիշեցնում է սառը գիշերները, երբ ես կսկված նստած էի որևէ աստիճանի տակ։ Ես ինքս ինձ խոստանում եմ, որ վաղը աշխատանք կգտնեմ, որ վաղը գոնե մեկ օրով կարգի կբերեմ սենյակս, բայց ամեն անգամ այդ վաղը չի գալիս, եւ ամեն գիշեր մինչեւ քունս ընկնել լսում եմ, թե ինչպես են պատերը շշնջում ինձ։ Դու մենակ չես, պարզապես բոլորը զբաղված են իրենց տակուկ լրությամբ։ Այդ խոսքերը չեն մխիթարում, բայց գոնե հիշեցնում են, որ լրության մեջ էլ երբեմն կարելի է ընկեր գտնել։